Ժողովուրդ օրաթերթը տեղեկացավ, որ Հայաստանի Հանրապետության ազգային ժողովում երեկ կայացած դրըմփակ հանդիպումը լարված է անցել, ուղեկցվել գոռգոռոցներով։ 2020 թվականից անհետ կորած զինծառայողների ծնողների պահանջով երեկ ազգային ժողովում դրըմփակ հանդիպում է եղել ազգային ժողովի ՔՓ խմբակցության պատգամավոր, ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի հետ։ Ժողովուրդ օրաթերթը դրըմփակ նիստից որոշ մանրամասներ կարողացավ պարզել։ Նախ տեղեկացանք, որ հանդիպմանը մոտ 30 ծնող է մասնակցել, որոնք զայրացած են եղել Անդրանիկ Քոչարյանի հարցազրույցից։ Մոտ 1 շաբաթ առաջ Անդրանիկ Քոչարյանը լրագրողների հետ ճեպազրույցում ասել էր, որ լսումների ժամանակ խոսվել է քննության միջոցով ձեռք բերված փաստացի տվյալների մասին, թե որտեղ փնտրենք անհետ կորածներին կամ զոհվածի մահվան հանգամանքները։ Քոչարյանն ասել էր. մոտավորապես 173 այդպիսի գործերի շարունակություն կա։ Մասունքները պետք է փնտրել այսօր հակառակորդի մոտ։ Դրան հասնելու համար եւ Հայաստանի եւ Ադրբեջանի հանձնաժողովները աշխատում են։ Նաև հանդիպում ենք ունեցել ԱԱԾ տնօրենի հետ եւ պետք է հասնենք նրան, որ բոլորին բոլորի հետ փոխանակենք։ Խոսքը մասունքների մասին է։ Ծնողը կհանգստանա, երբ որ իր երեխայի գոնե մասունք գտնի, եթե պարզվի, որ զոհված է։ Հողին կհանձնի եւ այդտեղ հանգստություն կգտնի, ասել էր Անդրանիկ Քոչարյանը։ Այս խոսքերը անասելի զայրացրել էին ծնողներին։ Նրանք գնացել են ազգային ժողով, բարկացել, բղավել եւ զգուշացրել են Քոչարյանին, որ այսուհետև խոսելիս զգույշ արտահայտվի եւ իրենց զգացմունքների հետ չխաղա։ Տեղեկացանք, որ նաև շատ ծնողներ ուշացումով են հասել ազգային ժողով, բայց կարողացել են հասկացնել Անդրանիկ Քոչարյանին, որ իրենց երեխաների մասունքների եւ ընդհանրապես անհետ կորածների թեմայով տեղի անտեղի չխոսի, սուտ լուրեր չտարածի։ Հիշեցնենք, որ Անդրանիկ Քոչարյանը նաև խոստացել էր նրանց, որ մինչև այս ամսվա վերջ անհետ կորածների ծնողները եւ ուժային կառույցները եւս մեկ փակ հանդիպում կունենան, բայց էլի խափում է։ Հստակոր չի նշում, երբ պետք է կրկին հանդիպեն, որպեսզի քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը փաստերով պարզաբանումներ տա ծնողներին նրանց երեխաների գործերի մասին։